Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Թուրքիայի նախագահը պատրաստվում է իրանական Նովրուզը դարձնել թյուրքական աշխարհի ընդհանուր տոն։ Մայիսին Էրդողանի համար գերկարևոր թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների հավաք է լինելու Հունգարիայում եւ հենց այնտեղ է Էրդողանը հնչեցնելու պաշտոնական առաջարկը մարտի 21-ը դարձնել թյուրքական աշխարհի տոն եւ հույս ունի, որ այս քայլը կծառայի իրենց միասնությանը, համերաշխությանը եւ համախմբմանը։ Քաղաքակրթության գողերը հիմա էլ մտածում են իրանական Նովրուզը գողանալու մասին։ Այն օրը, երբ թյուրքական ցեղերը թալանեցին Մոնղոլիայի հողերը, իրանցիները Քրդստանից ու Ադրբեջանից մինչև Սիստան եւ Խորասան նշում էին Նովրուզը։ Սա մեջբերում էր իրանցիների մի արձագանքից։ Մյուս կողմում նաև քրդերն են, որոնց Թուրքիայի տարածքում տևական տասնամյակներ արգելել են նշել Նովրուզը, նշում էին թաքուն կամ ընդհանրապես չէին նշում։ Էրդողանի այս քայլը նշանակում է, որ փորձում է թուրքական ազդեցությունը, հետևաբար վերահսկողությունը տարածել ավելի լայն տարածքներում եւ ներքին շերտերում։ Իրական Թուրքիայի այս թողարկմանը դիտեք։ Armenler arasında bu konuda Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում չի պատերազմել, Լեռնային Ղարաբաղը թողել է Ադրբեջանին, Հայաստան հրավիրված թուրք լրագրողի տեսանյութը։ Paşinyan Dağlık Karabağ'da bir savaşmadı. Թուրքիան համաձայնել է Հայաստանի հետ անցակետը բացել ամոթալի 10 օրով, այն էլ թուրքական շահի համար։ Թուրքիայի ներկա տարածքի Հայաստանի հետ սահմանակից շրջանները լցված են ադրբեջանցիներով։ Dedemiz o bir taraftan gelme. Azerbaycan Gence'den yani. Փաշինյանը խոսում է բանակցված թուղթը ստորագրելու, Ալիևը հայերի գլուխը կոտրելու մասին։ düşmanın başını ezdi. Թալյաթի, Էնվերի, Ջեմալի նկարներն ու գորշ գայլերի ժեստը Թուրքիայի ընդդիմության հանրահավաքներում։ Եվ վերջում հարցազրույցներ Թուրքիայի մեջլիսի падգամավոր Ayşegül Doğan ներթուրքական ինտրիգների եւ արժանապատիվ խաղաղության մասին, onurlu, eşit, adil, kalıcı barış Մաջիդ Քարիմի պատմաբան Իրանից Սյունիքի օկուպացիան կանխելու միայն մեկ ճանապարհ կա եւ եթե հայերը կորցնեն Սյունիքը, կկորցնեն Հայաստանը։ If you lose Syunik, it means you will lose your country. Եվ Հեմեն Մամրաշ լրագրող Իրաքյան Քրդստանից Զանգեզուրի միջանցք կոչվածը Հայաստանը կտրող մկրատ է։ If Turkey talked about peace, it means they're thinking about a big war. Եվ այսպես Թուրքիայի ներքաղաքական քաոսին րոպեներ անց մանրամասն կանդրադառնանք, սկսենք ուղիղ Հայաստանին առնչվողից։ Հայաստան ժամանած թուրք լրագրողները, որոնք այստեղ էին Նիկոլ Փաշինյանի հրավերով ու Հայաստանի պետբյուջեի հաշվին, այս շաբաթ եւս շարունակել են խոսել իրենց այցի մասին։ Խոսել են Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի մասին։ Paşinyan Dağlık Karabağ'da bir savaşmadı aslında. Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում չի պատերազմել, իրականում դուրս է եկել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին է թողել, ասելով, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են։ Ցեղասպանության ուրացումն արձանագրելը Հայաստան եկած թուրք լրագրողների գլխավոր հանձնարարությունն էր, որը կատարելու համար բոլոր պայմանները նրանց համար ստեղծված էին։ Միայն Փաշինյանի հայտարարությունները եւ Հայաստանի կառավարության նոր դիրքորոշումը ցեղասպանության վերաբերյալ արդեն բավական էին։ Այնքան բավական, որ 10 տարի առաջ անգամ Թուրքիայի պատմակեղծարար İlber Ortaylıները չէին կարող նման հայտարարությունների մասին երազել։ Paşinyan önemli bir paradigma değişikliğine gidiyor aslında. Ermenistan'da bu soykırım meselesini Փաշինյանը պարադիգմի կարևոր փոփոխության է գնում իրականում։ Հայաստանում այդ ցեղասպանության թեման արտաքին քաղաքականության երկրորդ պլան է մղում։ arasında bu konuda hiçbir endişe olmaması gerektiğini falan söylüyor ama dış politika bağlamında bu soykırım meselesini artık çok da öncelik görmüyor. Ներքին քաղաքականության մեջ այո, դեռ ասում է, որ չի կարելի հերքել, որ հայության մեջ այս առումով մտահոգություն չպետք է լինի, բայց արտաքին քաղաքականության մեջ նա այլևս ցեղասպանության հարցն առաջնահերթություն չի դիտարկում։ Ինչի համար է Փաշինյանը կատարում Թուրքիայի նախապայմանները, ընդ որում այստեղ նախապայման ասելը նշանակում է ոչինչ չասել։ Ինչու է Փաշինյանը կատարում Թուրքիայի պատմական երազանքներից մեկը, Թուրքիային եւ թուրքերին մաքրելով ցեղասպանի պիտակից։ Այս պահին եւ արդեն տևական ժամանակ է Թուրքիայի հետ բանակցություններում Փաշինյանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը բացահայտ կերպով սահմանի բացման մասին է խոսում։ Սկսած Անտալիայի դիվանագիտական ֆորումից մեկ տարի առաջ When it comes to Armenia, we are ready to
have fully normalized relations. Հայաստանը պատրաստ է ունենալ ամբողջությամբ կարգավորված հարաբերություններ, ապաշրջափակված կոմունիկացիաներ, բաց սահման Թուրքիայի հետ հենց հիմա, վաղը։ Եթե Սերդարը համաձայնի, մենք կարող ենք դրա մասին հայտարարել հենց հիմա։ Հուսով եմ նա կհամաձայնի եւ մենք այս ֆորումը կդարձնենք պատմական։ And we'll make this forum historic. Մինչև վերջին հարցազրույցը Türk liragrovին. Ermenistan ve Türkiye'nin bugün diplomatik ilişki kurmaması ve açık bir sınıra sahip olmaması için hiçbir neden olmadığını düşünüyoruz. Bizim tarafımızdan hiçbir ön koşulumuz yok. Մենք կարծում ենք, որ պատճառ չկա, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր դիվանագիտական հարաբերություններ չունենան եւ բաց սահման չունենան։ Մենք մեր կողմից նախապայմաններ չունենք։ Մենք պատճառ չենք տեսնում, թե ինչու դա տեղի չի ունենում։ Բայց արդյունքում Հայաստանը ստանում է միայն ամոթալի զիջում։ Թուրքիան համաձայնում է սահմանը բացել միայն 10 օրով։ Իհարկե հայկական կողմը սա ներկայացնում է որպես մեծ ձեռքբերում, արտաքին գործերի փոխնախարարը բարձր է գնահատում Թուրքիայի այս քայլը, բայց խնդիրն այն է, որ Թուրքիան Հայաստանի հետ Մարգարա Ալիջան անցակետը 10 օրով բացել է, որ Հայաստանը հումանիտար բեռ ուղարկի Սիրիա։ Ով է իշխում հիմա Սիրիայում։ Թուրքիայի նշանակած անցումային շրջանի դե ֆակտո նախագահը, որը մինչև այդ ահաբեկչական խմբավորման առաջնորդ էր, որի համար գլխագին էր նշանակված անգամ Վաշինգտոնում եւ որի Դամասկոսում հայտնվելուց հետո առաջինը Դամասկոս մեկնեց Թուրքիայի գաղտնի ծառայության ղեկավարը, ապա Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, հետո էլ ինքը մեկնեց Անկարա խոնարհվելու Էրդողանին։ Թուրքիային հիմա պետք է, որ Սիրիայում իր նշանակած նախագահն ընդունվի միջազգային հանրության կողմից։ Թուրքիային պետք է, որ Հայաստանը հումանիտար բեռ ուղարկի Սիրիա, շփումներ ունենա նոր թուրքական կառավարության հետ։ Իհարկե Սիրիայում կա նաև հայ համայնքի անվտանգության հարցը, բայց սկսենք այնտեղից, թե ինչու Սիրիայում կա հայ համայնք։ Սիրիահայերը ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են եւ Սիրիան ճանաչել է հայոց ցեղասպանությունը 2020 թվականին։ Մյուս կողմից Սիրիայում Թուրքիայի դիրքերը դեռ չափազանց անկայուն են, Թուրքիան ամենայն հավանականությամբ սիրիական ճահճի մեջ է ընկել, ինչու ճյուղ մեկնել Թուրքիային։ Եվ ավելորդ է անգամ հարցը, թե արդեն որ երրորդ անգամ է Փաշինյանը հումանիտար ժեստեր անում Էրդողանին։ Ինչ են ստացել հայերը փոխարենը։ Արցախի օկուպացիայից հետո ունեզրկված 150,000 հայերը, որոնց մի մասն այդ հումանիտար օգնության կարիքն ուներ, ոչ պակաս չափով։ Մյուս կողմից Բաքվի պետական քարոզչալիքը Հայաստանում Թուրքիայի հետ սահմանը բացել ցանկացողներին այս շաբաթ հիշեցրեց եւս մեկ վտանգի մասին։ Տարիներ շարունակ Թուրքիայի ներկա տարածքի Հայաստանի հետ սահմանակից շրջաններում բնակեցվել են ադրբեջանցիներ, պետական հատուկ քաղաքականությամբ։ Halakışlak Türkiye ve Azerbaycan Türklerinin beraber məskunlaşdığı məkandır. Halakışlan Թուրքերի եւ ադրբեջանցիների ընդհանուր բնակավայր է, բայց ավելի շատ ճանաչված է որպես ադրբեջանական գյուղ։ Dedemiz o bir taraftan gelme. Azerbaycan Gence'den yani. Gence'den gelme. Normalde oradan gelmişler. Kaçak işte gelmişler Kars'tan. Մեր պապերը մյուս կողմից են եկել։ Այսինքն Ադրբեջանից Գյանջայից նախ Կարս են գնացել, հետո Կարսի մոտակա գյուղեր ու վերջում այստեղ։ Իգդիրում Բաքվի պետական հեռուստաալիքի նկարահանումներն են։ Սա է սահմանը բացելու Ռուբինյանի խնդրանքներին Թուրքիայի նախագիծ Ադրբեջանի պատասխանը։ Իդեպ Հայաստանում ոմանց, մասնավորապես թուրքերի մեդիատուրի կազմակերպիչներին, որ պնդում են, թե Հայաստանի քաղաքացիների հաշվին թուրք լրագրողներին Հայաստան բերելը եւ ցեղասպանությունը ժխտելը արդյունավետ մեդիատուր էր եւ որպես ապացույց բերում են ադրբեջանական մեդիայից 2-3 դժգոհ հրապարակում, առաջարկում ենք ելնել ամենակարևոր փաստից։ Ադրբեջանը թուրքական նախագիծ է։ Հիմա Ադրբեջան։ Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում էր օրը մի քանի անգամ Բաքվից տարածվող հայտարարությունները, թե հայկական զինուժը կրակում է։ Սրանից առաջ էլ Բաքվի վերահսկողությամբ գործող մեդիան գրում էր, թե Հայաստանը էսկալացիայի պատրաստում։ Փաշինյանը Facebook-ում գրեց, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել բանակցված փաստաթղթի ներքո։ Բաքվից իհարկե բացատրեցին, թե բանակցությունները ավարտելը դեռ չի նշանակում, թե համաձայնագիրը պատրաստ է ստորագրության։ Հայաստանը դեռ պետք է փոխի սահմանադրությունը, ՀՀԿ Մինսկի խումբը պետք է ցրվի եւ սա էլ ամենը չէ։ Փաշինյանին կարող ենք ասել պատասխանեց, իրեն ցույց տվեց նաեւ Բաքվի օկուպանտը։
Արցախի օկուպացված տարածքներից։ Մենք երկաթե բռունցք ստեղծեցինք, թշնամու գլուխը կոտրեցինք եւ հիմա այստեղ այսպիսի տոներ ենք նշում։ Թշնամին մենք ենք, եւ այս մարդու հետ են խաղաղության համաձայնագիր բանակցել, այս մարդու հետ են խաղաղության հույսեր կապում։ Ալիևը խոսում է նաեւ Արցախում կառուցված ամրությունների մասին, ինչպես նաեւ այն միջազգային աջակցության, որը մինչև Փաշինյանը ձևավորված էր Արցախի հարցի շուրջ։ İşğal dövründə elə güclü istehkamlar qurmuşdu düşmən. Օկուպացիայի ժամանակ թշնամին այնպիսի ամուր ամրություններ է կառուցել, որ դրանք խախտելը եւ հերոսություն էր պահանջում եւ պրոֆեսիոնալիզմ։ Շատերը նույնիսկ համոզված էին, որ մենք երբեք չենք կարողանա ճեղքել այդ պաշտպանական գծերը, որովհետեւ տեղանքն աշխատում էր հակառակորդի օգտին։ Տարիների ընթացքում նրանց կառուցած ինժեներական ամրությունները եւս նրանց թիկունքում կանգնած էին արտաքին ուժեր, օտար երկրներ, առաջին հերթին ՀԱԿ Միսկի խումբը։ Xarici qüvvələr, xarici ölkələr onların arxasındaydı. İlk növbədə güya bu məsələlə məşğul olmaq mandatını alan ATƏT-ի Minsk qrupu, որն իբր մանդատ էր ստացել զբաղվելու այս հարցով։ Նրանց հիմնական նպատակն էր այս հակամարտությունը դարձնել մշտական, մեր հողերը պահել մշտական օկուպացիայի տակ, խաբել մեզ եւ անվերջ բանակցությունների միջոցով մեզ ստիպել ընդունել այդ իրողությունը։ Սա էր Մինսկի խմբի եռանախագահ երկրների նպատակը, եւ երեքն էլ համախմբվել էին մեկ գործի համար։ Սակայն այդ երկրների միջև ներկա հարաբերությունները ցույց են տալիս, որ դա շատ հազվադեպ երևույթ էր։ Երեքն էլ Հայաստանի թիկունքում էին, երեքն էլ տարբեր կերպ էին սատարում Հայաստանին։ Մեկը զենք տրամադրելով, մեկը քաղաքական աջակցություն, մեկը տնտեսական արտոնություն էր։ Սա նշանակում է, որ Բաքվի օկուպանտը, որն այս հայտարարությունն առաջին անգամ չէ, որ անում է, թիրախավորում է Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային։ Հայաստանը կարող էր օգտագործել այս հայտարարությունները առնվազն Բաքու-Վաշինգտոն, Բաքու-Մոսկվա հարաբերությունների վրա ազդելու համար, բայց առայժմ այս հայտարարությունները մնում են մի քանի ադրբեջանցիների առաջ Ալիևի գլուխ գովելու մակարդակում։ Հիմա նորից Թուրքիա եւ ներքաղաքական քաոսը։ Հակնվող փողկապը կապող այս մարդն Էքրեմ Իմամօղլուն է, Ստամբուլի քաղաքապետը։ Միլիոնավոր թուրքեր վաղ առավոտյան արթնանալով Instagram-ում, Facebook-ում, սոցիալական ցանցերի այլ հարթակներում տարածված հենց այս տեսանյութից իմացան, որ Էրդողանը ոստիկաններ է ուղարկել Իմամօղլուի հետևից կոռուպցիայի եւ ահաբեկչական հայտարարված զինյալ քրդերի հետ գործակցության մեղադրանքներով։ Üzülerek söylüyorum. Milletimizin iradesini gasp etmeye çalışan Ցավով եմ ասում, որ մարդկանց մի խմբակ, որը փորձում է յուրացնել մեր ազգի կամքը, օգտագործում են իմ սիրելի ոստիկաններին այդ շարիկն իրագործելու համար։ kötülüğü alet ederek evin 16 milyon İstanbullunun konutunun kapısına yığmıştır. Yüzlerce polis yığmıştır. Իմ տան առաջ հարյուրավոր ոստիկաններ են բերվել, 16 միլիոն ստամբուլցիների դռան առաջ են բերվել։ Մենք մեծագույն բռնապետության հետ գործ ունենք, բայց չենք հանձնվում։ Թող բոլորն իմանան, որ ես ամուր kangնած կմնամ եւ կպայքարեմ այդ մարդու դեմ։ Bütün milletin bilsin o kişiye ve onun bütün bu süreci aparat gibi kullanan aklıyla mücadeleye devam edeceğim. Մարտի 23-ին Աթաթյուրքի հիմնած կուսակցությունը, որը հիմա Թուրքիայում ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունն է, Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին հայտարարելու էր եւ հայտարարեց որպես նախագահի թեկնածու։ Առաջիկա նախագահական ընտրություններում հերթական կամ արտահերթ։ Հերթական ընտրությունը նախատեսված է 2028-ին, բայց ընդդիմությունն արտահերթ է պահանջում, Էրդողանն էլ ակնարկել էր, որ դա բացառված չէ։ Եվ Էրդողանի կամ նրա հավանական իրավահաջորդի համար գլխավոր մրցակիցը հենց Իմամօղլուն է, որը բոլոր հնարավորություններն ունի էրդողանականներին տապալելու համար։ Ջրից էլ պարզ է, որ Իմամօղլուին ձերբակալելով Էրդողանը փորձում է ազատվել իր մրցակցից։ Նախ նրան զրկեցին բակալավրի դիպլոմից, իսկ Թուրքիայում նախագահի թեկնածու առաջադրվելու համար դիպլոմը պարտադիր պայման է։ Հիմա էլ ճիշտ այն օրը, երբ Իմամօղլուն պաշտոնապես հայտարարվեց քեմալականների նախագահի թեկնածու, նրան կալանավորելու որոշում կայացրեց դատարանը։ Իդեպ Էրդողանի դիպլոմը եւս Թուրքիայում բուռն քննարկումների թեմա է, եւ Էրդողանը նույնպես Ստամբուլի քաղաքապետը եղած տարիներին 1997-ին ձերբակալվել ու բանտ է նետվել, ինչից էլ սկսվել է նրա քաղաքական վերելքը։ Ինչու է հիմա Էրդողանն այսքան վախենում Իմամօղլուի հետ մրցակցությունից։ Առաջին հերթին, որովհետև իր դիրքերն են թույլ։ Թուրքիայի ներսում տնտեսական, սոցիալական խնդիրները սուր են դրված։ Գործազրկության եւ աղքատության ցուցանիշները վերջին տարիներին ավելանում են, ու Էրդողանը սա փորձում է կոծկել արտաքին ճակատում հաղթանակներով։
Բայց վերջին ընտրությունների արդյունքները ցույց էին, որ դա այդքան էլ լավ չի ստացվում։ Նույն Իմամօղլուն 3 անգամ հաղթել է Էրդողանի թեկնածուներին Ստամբուլի համար պայքարում։ Փողկապը կապելով իր դրան առաջ Էրդողանի ուղարկած ոստիկանների մասին հայտնելու չափ քաղաքական տեխնոլոգիաներին տիրապետելու ֆոնին եւս մեկ օրինակ։ Ստամբուլում մանկապարտեզները թանկ են ու քիչ, ինչը խիստ սահմանափակում է ծնողների աշխատունակությունը։ Թուրքերի շրջանում խոսում են, որ Իմամօղլուն մանկապարտեզներ է կառուցում, Էրդողանը մզկիթներ, որոնք Ստամբուլում ամեն քայլափոխի են։ Եվ Իմամօղլուի ձերբակալությունից ապակալանավորումից հետո նրա կուսակցությունը բողոքի ակցիաներ է սկսել։ Ավտոբուսի գլխին կանգնած քեմալականների առաջնորդ Օզգյուր Օզելը բացահայտ ցույց տվեց, որ այս ցույցերի նպատակը ոչ թե Իմամօղլուին ազատելն է, այլ Էրդողանից ազատվելը։ Duyuyor musun Erdoğan? Görüyor musun Erdoğan? En çok korktuğun şey kalabalıklar sana sesleniyor. Չես լսում Էրդողան, չես տեսնում Էրդողան, քեզ հետ տեղի ունենում այն ինչից ամենաշատն ես վախենում, ամբողջները քեզ են դիմում։ Օզելը իհարկե ճիշտ է նկատել, թե ինչից է ամենաշատը վախենում Էրդողանը, եւ դրա ցուցիչ է նաեւ այն, որ նրա խոսքի հենց այս հատվածն Էրդողանն առանձնացրեց ու պատասխանեց։ Türkiye sokakta bulunmuş bir ülke değildir. Sokak terörüne de teslim edilmeyecektir. Այս երկիրը փողոցում գտնված երկիր չէ եւ չի հանձնվի փողոցային ահաբեկչությանը։ Ընդդիմադիրների ցույցերին, որոնք ոստիկանությունը դաժանորեն ցրում է, մասնակցում են ուսանողները, եւ սա էլ որոշ չափով ցույց է տալիս, որ ապագայում Թուրքիայում այնքան էլ հակված չեն լինի Էրդողանի կողմը նայել։ Էրդողանը իհարկե սա էլ է տեսնում եւ արդեն այսօր իր ձախողումների մեղքը փորձում է բարթել ընդդիմության ու նրանց կազմակերպած ցույցերի վրա։ Ստամբուլի քաղաքապետի ձերբակալության օրվանից լիրայի կուրսը Թուրքիայում նորից անկում է գրանցում։ CHP'nin yolsuzluk operasyonuna verdiği hukuku hiçe sayan tepki Հանրապետաժողովրդական կուսակցության արձագանքը կոռուպցիոն այս գործին, որն անտեսում է օրենքը, անհիմն եւ արհեստական տատանումներ է առաջացրել տնտեսության, ինչպես նաեւ այլ ոլորտներում։ Մենք երբեք թույլ չենք տա որևէ վնաս հասցնել այն ձեռքբերումներին, որոնց հասել ենք մեր նոր տնտեսական ծրագրի շնորհիվ, որն իրականացնում ենք վերջին 2 տարիներին։ 2 yıldır uyguladığımız yeni ekonomi programımız sayesinde elde ettiğimiz kazanımlara halel gelmesine asla izin vermeyeceğiz. Հիմա երկու հանգամանք, որ կարևոր են Հայաստանի հայերի համար։ Առաջինը, Թուրքիայում հիմա քաղաքական ճգնաժամ է, որի առավել խորանալու բոլոր նշանները կան եւ ավելին կան նշաններ, որ Էրդողանի այս բռնաճնշումները չեն երաշխավորում, որ գալիք ընտրություններում Էրդողանը կկարողանա պահել իշխանությունը։ Ամեն ինչ կանի դրա համար, բայց ընդդիմությունը եւս պատրաստ է, ընդ որում վերջին 2 ընտրություններում Էրդողանը հազիվ է հաղթել։ Թուրքիայի տնտեսական ճգնաժամի գլխավոր պատճառը Էրդողան-Վաշինգտոն հարաբերություններն են։ Այդ հարաբերություններում Էրդողանի ստեղծած սկանդալային լարվածությունը 2016-ին Էրդողանի դեմ հեղաշրջման փորձն էր, այն կազմակերպելու մեջ Էրդողանը մեղադրեց իր երբեմնի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը Միացյալ Նահանգներում էր ապրում, պահանջեց արտահանձնել, Միացյալ Նահանգները մերժեց ու Էրդողանը սկսեց նաև Միացյալ Նահանգներին մեղադրել իր դեմ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ, դրա բոլոր հետևանքներով։ Հիմա Գյուլենը մահացել է, Էրդողանի արտաքին գործերի նախարար Ֆիդանը պատրաստվում է մեկնել Վաշինգտոն, Էրդողանի եւ Թրամփի հարաբերությունները կառուցելու, եւ Գյուլենն այդ հարաբերությունների միայն մեկ, այն էլ աննշան շերտն է։ Բանակցություններն ու որոշումները Վաշինգտոնում կարող են փոխել ամեն ինչ Էրդողանի համար։ Եթե Էրդողանը կարողանա լեզու գտնել ամերիկյան կողմի հետ, նշանակում է ընդունել է որոշ պայմաններ եւ Վաշինգտոնում կան լծակներ Էրդողանի դեմ։ Հետևաբար Հայաստանը կարող է փորձել օգտվել այդ լծակներից։ Եթե Էրդողանը չի կարողանում համաձայնության հասնել Թրամփի հետ, ինչն առավել պարզ կերևա նրանց հանդիպման ժամանակ, ըստ որոշ լուրերի Էրդողանի այցը Վաշինգտոն սպասվում է ապրիլի վերջին, ապա Թուրքիայում իշխանությունը կորցնելու ռիսկը մեծանում է։ Հետևաբար, ինչու է Հայաստանը շտապում կատարելով Էրդողանի բոլոր պայմանները, ընդհուպ մինչև ցեղասպանության ուրացում։ Հետ Էրդողանական Թուրքիայի հետ մեծ հույսեր կապելը եւս տեղին չէ, որովհետեւ հայերին առնչվող հարցերում քեմալականներն էրդողանականներից ոչնչով չեն տարբերվում։
Այս կադրերում տեսնում եք քեմալականներին, որոնք դուրս են եկել ցույցերի ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետի եւ պոստերները ցեղասպանության կազմակերպիչների եռյակի Թալիաթ, Էնվեր, Ջեմալի նկարներով։ Ուրիշ տեսանյութերում երևում են ազգայնամոլ գորշ գայլերի նշանը ցույց տվող երիտասարդները։ Սա նշանակում է, որ թուրքերի շրջանում ազգայնամոլությունը գլխավոր գաղափարախոսությունն է, եւ Էրդողանին փոխարինել հավակնող ընդդիմադիրները պակաս ազգայնամոլ չեն, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այլ հարց, որ Թուրքիայում այս բոլոր գործընթացներից կարելի է օգտվել, այս պահին ամեն ինչի չհամաձայնելով, այս պահին չշտապելով, գուցե հետագայում մանևրելու հնարավորությունն ավելի նկատելի լինի։ Ամեն շաբաթ Զանգեզուրի միջանցքի մասին խոսող Թուրքիայի նախարարները, պաշտոնյաները, լրատվականներն արդեն իսկ այլ թեմայով են տարված ու հիմա միջանցքի մասին կարելի է ասել մոռացել են։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Ամսվա վերջին թողարկումն է եւ ներկայացնում ենք այս ամսվա հարցազրույցների ամենակարևոր դրվագները։ Թուրքիայի մեջլիսի падգամավոր Այշեգյուլ Դողան, նա քրդամետ դեմ կուսակցությունից է, այդ կուսակցության խոսնակն է։ Դեմ կուսակցությունն է միջնորդ եղել Թուրքիայի իշխանությունների եւ զինյալ քրդերի դե-ֆակտո առաջնորդ Հոջալանի միջև բանակցություններում։ Այս հարցազրույցից երկու դրվագ հատկապես ուշագրավ են։ Առաջինը քուրդ падգամավորին հարցրեցինք քրդերի հետ այդ գործընթացը սկսելու Էրդողանի մոտիվների մասին։ Եթե Էրդողանն առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար քուրդ падգամավորների օգնության կարիքն ունենա, պաշտոնավարման իր նախորդ շրջանները մեջլիսում զրոյացնելու համար, հաշվի առնելով այս գործընթացը, որն է լինելու նրանց որոշումը, կմերժեն Էրդողանին տապալելով հաշտեցման գործընթացը, թե կհամաձայնեն եւ նրանց միջոցով Էրդողանը կշարունակի իշխել Թուրքիայում։ Şimdi bakınız biz yıllardır bu soruyla muhatap oluyoruz DEM Parti olarak. Տարիներ շարունակ դեմ կուսակցությունն այս հարցին է առնչվում։ Այսօր մենք դեմ կուսակցությունն ենք։ Կուսակցության անունը դեմ է, բայց մենք այս հարցի առաջ էինք նաև նախկինում, HDP-ի ժամանակ։ Muhatabı oluyoruz. Ve bu soruya aslında bugüne kadar ortaya koyduğumuz performansla Եվ այս հարցի ուղիղ պատասխանն իրականում այն է, որ մենք չենք հրաժարվում բարձրաձայնել խոսել Թուրքիայում հակաժողովրդավարական գործողությունների մասին, որ պայքարում ենք, դրա համար վճարելով գին ու անգամ այդ գնով չհրաժարվելով մեր պայքարից։ Bu bedellere rağmen vazgeçmeyişimiz bu sorunun doğrudan yanıtı. Մենք Թուրքիայում ժողովրդավարության համար ենք պայքարում։ Թուրքիայում տարիներ շարունակ ընթացող պատերազմին լուծում գտնելու անհրաժեշտության, մշտական լուծում գտնելու, ժողովրդավարական լուծում գտնելու համար ենք պայքարում։ Այնպիսի լուծման համար, որը բոլորին հանգստություն կբերի։ Herkesi rahatlatan bir demokratik düzenin hayata geçmesi için mücadele ediyoruz. Եվ որին բոլորն ըմբռնումով կմոտենան։ Մենք կուսակցություն ենք, որն իրեն բնորոշում է որպես պայքարի եւ բանակցության կուսակցություն, որն առաջնահերթություն է տալիս ավանդույթներին, մարդու իրավունքներին ու ազատություններին եւ պահանջում է նոր համակարգի ձևավորում, այս ամենը հաշվի առնելով։ Եվ սրա համար է մեր ժողովրդական պայքարը։ Գալով ձեր հարցին, նման օրակարգ չկա։ Գոյություն չունեցող օրակարգի վրա հիմնված ենթադրություններ անելը ժամանակի վատնում է։ Թուրքիայում նման օրակարգ չկա։ Եթե հենց հիմա նման օրակարգ լիներ եւ մեզ նման առաջարկ արվեր, մեր համապատասխան մարմինները կհանդիպեին եւ կհիշեցնեին մեր դիրքորոշումը դրա վերաբերյալ։ Böyle bir gündem yok. Olmayan bir gündem üzerinden bir varsayımda bulunmak hem zaman kaybı, yani böyle bir gündem şu anda Türkiye'de böyle bir gündem yok. Yani Սակայն այսօր գոյություն չունեցող օրակարգի մասին խոսելը, ինչպես ասացի, ավելորդ է։ Նաև այս հարցով իբրև փորձելով չափել մեր մտադրությունները կամ ակնարկել, որ ինչ որ գաղտնի բանակցություններ կան, իրոք նշանակում է չհասկանալ քաղաքական ավանդույթը, որը ներկայացնում է դեմ կուսակցությունը մեղմ ասած։ Siz dediğim gibi hem de bizi bu soruyla meşgul etmek sanki bizim bu konudaki niyetimizi ölçmeye çalışmak ya da gizli saklı bir takım pazarlıklar varmış gibi imada bulunmak. Bu gerçekten DEM Parti'nin temsil ettiği siyasal geleneğe
anlamamak olur en hafif tabiriyle, en hafif deyimiyle. Այդ իսկ պատճառով գոյություն չունեցող օրակարգի վերաբերյալ դեմ կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք քաղաքական կուսակցություն ենք, որը դիրքորոշում ունի Թուրքիայում հակաժողովրդավարական գործողությունների նկատմամբ եւ լուրջ զոհողությունների է գնացել բազմաթիվ ընտրություններում, տեղական եւ համապետական, ինչպես պահանջում է այս դիրքորոշումը։ Դրա պատճառն այն է, որ Թուրքիայում կարող է ժողովրդավարություն լինել, Թուրքիայում կարող է արդարություն լինել։ Մենք այսպիսի դիրքորոշում ենք որդեգրել, որ Թուրքիայում բոլորը կարողանան օգտվել հավասար իրավունքներից եւ azatությունից։ Kalıcı bir hale gelebilmesi. Türkiye'de adaletin işlemesi. Türkiye'de herkesin eşit düzeyde hak ve özgürlüklerden yararlanabilmesi için bu tür pozisyonları aldık. Այս հարցազրույցը երկու շաբաթ առաջ ենք տեսագրել։ Քուրդ падգամավորն ասաց, Թուրքիայում նման օրակարգ չկա, թեև իրականում այսօր արդեն ամենացցուն ձևով երևում է Թուրքիայի եւ Էրդողանի օրակարգը։ Եվ քրդերն էլ չեն միանում քեմալականների Էրդողանի դեմ ցույցերին։ Ve biz barış için her şeyi yapmaya hazırız. Sizin dün yaptığınız Մենք խաղաղության համար պատրաստ ենք ամեն ինչ անել։ Ձեր հայտարարությունն է, որը երեք եք արել։ Այստեղ ես հարց ունեմ։ Դուք պատրաստ եք, իսկ Թուրքիան, Թուրքիայի կառավարությունը պատրաստ է։ barışa hazır mı? Şimdi bu soruyu tabii hükümete sormak gerekiyor. Bunun yanıtı hükümet yetkililerinde. Daha çok biz de aynı soruyu soruyoruz. Biz ilk günden beri Այս հարցը պետք է ուղղել կառավարությանը։ Պատասխանը կառավարությունը գիտի։ Ավելին ասեմ, մենք եւս այս հարցը տալիս ենք նրանց։ Մենք ասում ենք, այո, մենք քաղաքական կուսակցություն ենք, որը պնդում է ժողովրդավարության հարցում եւ պաշտպանում է մարդու իրավունքները, այդ թվում ազատորեն քաղաքականությամբ զբաղվելու իրավունքը ժողովրդավարական քաղաքական դաշտում։ Այնպես որ, իհարկե, մենք պատրաստ ենք, որովհետեւ սա այն է, ինչի համար մենք գոյություն ունենք, ինչի համար մենք պայքարում ենք։ Bu soruyu sorduk. Hazır olup olmadıklarını nereden anlayabiliriz? Atılacak adımlarla. Ձեր այս հարցը մենք ուղղել ենք կառավարությանն ու պետական պաշտոնյաներին։ Ինչպես կարող ենք հասկանալ նրանք պատրաստ են թե ոչ, արված քայլերից։ Խոսքը ժողովրդավարական փոփոխությունների մասին է։ Türkiye onlarca yıldır savaş politikalarıyla yönetiliyor. Biz bunların bir çırpıda değiştirilemeyeceğinin, bunların bir çırpıda bir anda 24 saatte bir haftada olamayacağının elbette ki hem kendi tecrübelerimizden dolayı hem de dünyada yaşanmış Թուրքիան տասնամյակներ շարունակ կառավարել է պատերազմական քաղաքականությամբ։ Մենք իհարկե գիտենք, թե մեր սեփական փորձից, թե աշխարհի պատմությունից, որ փոփոխությունները չեն կարող լինել մեկ ակնթարթում, 24 ժամում կամ մեկ շաբաթում։ Բայց մենք ասում ենք, որ հիմա ինչ որ բան սկսվել է։ Այսինքն մինչև այսօր սպասում էին պարոն Օջալանի կոչին։ Այդ կոչը եղավ։ Մենք որպես կուսակցություն մինչ այս կոչն էինք բազմիցս հայտարարել, որ պատրաստ ենք կատարել այն, ինչ նշված է այդ կոչի տեքստում։ Rol ve sorumluluk üstlenmeye, inisiyatif kullanmaya, elimizden geleni fazlasıyla yapmaya hazırız. Sayın Öcalan'ın Նորից ասեմ նաև ձեր եթերում։ Այո, որպես կուսակցություն մենք պատրաստ ենք ստանձնել դեր ու պատասխանատվություն, նախաձեռնող լինել ու անել ավելին, քան կարող ենք։ Քրդական աշխատավորական կուսակցությունը եւս, որին ուղված է պարոն Օջալանի կոչը, հայտարարություն է տարածել։ Հրադադար ենք հայտարարել։ Մենք կարծում ենք, որ այս զարգացումը շատ կարևոր է։ Ահա թե ինչ նկատի ունենք մենք, երբ ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղության։ Մենք ասում ենք, որ պատերազմը պետք է մեկ ընդմիշտ ավարտվի։ Olsun ki kalıcı bir barışla bu savaşı nihayetlendirebilelim diyoruz. Եվ պետք է ավարտվի այնպես, որ կարողանանք վերջ տալ այս պատերազմին մշտական խաղաղությամբ։ Մենք հայտնեցինք, որ ողջունում ենք փետրվարի 27-ից սկսած իշխանությունների հայտարարությունները, այն անձանց հայտարարությունները, ովքեր կամք ունեցան առաջինը հայտարարություններ անել։ Նախագահ Էրդողանը հայտարարում է, որ ժողովրդավարական քաղաքականության դաշտը կընդլայնվի։ Բահչելին եւս իր գոհունակությունն է հայտնել կոչից հետո, դիմելով մեր կուսակցության համանախագահին եւ Իմրալը կղզու բանտում պարոն Օջալանի հետ բանակցությունները վարած պատվիրակությանը։ Այս մասին նա հայտնել է հրապարակային կերպով։ Այս ամենը կարևոր է։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարեցին, որ կլինի նաև իրենց աջակցությունը։ Kamuoyuna yaptığı bir açıklamayla da bunu ifade etti. Şimdi bunlar önemli. Muhalefet partileri bu konuda desteklerini esirgemeyeceklerini söylediler. Bu saatten sonra
bu hazırlık için yapılması gereken Ինչ պետք է անել հիմա։ Պետք է ընդգծել այս հայտարարությունները, լսելի դարձնել, ներկայացնել հանրությանը, հայտարարել, թե այսուհետև ինչ է սպասվում։ Ինչպես է սա ձևակերպում պարոն Օջալանը։ Ասում է իրավական հիմքի կարիք կա, ասում է քաղաքական հիմքի կարիք կա։ Խոսքը քաղաքական հարցի մասին է։ Քաղաքական հարցերը պետք է լուծվեն քաղաքականությամբ եւ օրենքով։ Օրենքի եւ քաղաքականության ամենակարևոր հասցեներից մեկը խորհրդարանն է։ Եվ քանի որ այս բոլոր զարգացումները առնչվում են ոչ միայն Թուրքիայում ապրողներին, այլև աշխարհին, աշխարհից շատ կարևոր հայտարարություններ են հնչել, որովհետև մենք միայն ազգային մասշտաբի խնդրի մասին չենք խոսում։ Խոսում ենք տարածաշրջանային եւ միջազգային մասշտաբի խնդրի մասին։ Հետևաբար, կարծում ենք, որ այս հարցի վերաբերյալ բոլոր աջակցող հայտարարությունները, առաջարկությունները եւ կառուցողական դիրքորոշումները շատ կարեւոր են։ Մենք նաեւ հայտնում ենք, որ dրանք պետք է ավելի hստակ ձևակերպվեն։ Önerilerin, yapıcı eleştirilerin tamamının çok önemli katkıları olduğunu düşünüyoruz. Bunların daha somut bir hale bürünmesi gerektiğini de ifade ediyoruz. Հայաստանի հետ Թուրքիայի սկսած կարգավորման գործընթացի հայոց ցեղասպանության մասին լրելու պահանջի մասին հարցին պատասխանելիս քուրդ падգամավորը ընդգծեց արժանապատիվ խաղաղության հանգամանքը։ Մեր դիրքորոշումն այստեղ չափազանց պարզ է։ Մենք ասում ենք, որ եթե Թուրքիան մինչև այսօր տարբեր ձևակերպումներով խուսափում է ճանաչումից, եթե սպանությունը սպանություն չի անվանում, ապա դրա սպանություն լինելու իրողությունը չի փոխվում։ Yıllarda ve ilk reform döneminde yaptığı açıklamalar, normalleşme adımları, bizim buradaki pozisyonumuz son derece açık ve net. Biz diyoruz ki Türkiye eğer bugüne kadar farklı adlandırdığı, tanımlamaktan kaçındığı, yani katliama katliam demediğinizde, onun katliam olma gerçekliği ortadan kalkmıyor. Şimdi siz Kürt meselesini bir güvenlik sorunu olarak adlandırdığınız zaman Հիմա քրդական հարցը անվանում են անվտանգության խնդիր, բայց քրդական հարցը անվտանգության խնդիր չէ։ Թուրքիան տարիների ընթացքում տարբեր ձևակերպումներ է կիրառել այս առնչությամբ։ Դրա համար մենք ասում ենք, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է լինել առաջատար տերություն տարածաշրջանում, գիտեք, թե Բահչելին, թե նախագահը հայտարարություններ են արել իշխանության ամրապնդման մասին, եւ շեշտը դրվում է խաղաղության վրա, ներսում եւ դրսում։ Ապա ներսում եւ դրսում խաղաղության հասնելու միակ ճանապարհը բարեկամություն հաստատելն է, մարդկանց հասկանալը, այդ ցավերին դիմակայելը var ve içeride ve dışarıda barış vurguları var. İçeride ve dışarıda barışı sağlamanın yolları ancak dostluk kurarak, halkları anlayarak, bu acılarla, yaşananlarla yüzleşerek, bunları kabul ederek ve bunları onarmak için somut adımlar atarak mümkün olabilir. Դրանք ընդունելն ու հստակ քայլերն անելն է եղածն ուղղելու համար։ Անուղելի ցավ է ապրել այս տարածաշրջանը։ Ասում եմ անուղելի, քանի որ նրանք, ովքեր գնացել են, չեն կարող վերադառնալ։ Telafisi mümkün olmayan acılardan bahsediyoruz. Ancak ne yapılabilir? Onurlu, eşit, adil, kalıcı barış girişimleriyle. Բայց ինչ կարելի է անել։ Ավելի մշտական եւ ամուր հարաբերություններ կարող են զարգանալ արժանապատիվ, հավասար, արդար եւ մշտական խաղաղության նախաձեռնությունների եւ բարեկամության կամուրջների ավելացման միջոցով։ Սա հենց այն է, ինչի կարիքն ամենաշատն ունեն քուրդ ժողովուրդը, թուրք ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը եւ Թուրքիայում բնակվող հայերը։ Hem Türkiye'de yaşayan Ermenilerin en çok ihtiyaç duyduğu şey işte tam da bu. Այշագյուլ Դողանի հետ այս հարցազրույցի մյուս ուշագրավ դրվագն այն է, որ նրա կուսակցությունը, նրա կուսակից ընկեր падգամավորները ապրիլ 24-յան հայտարարությունների պատճառով Թուրքիայում անգամ դատարանի առաջ են կանգնել։ Բայց հիմա, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ, դեմ կուսակցության падգամավորը, մամուլի խոսնակը ցեղասպանություն եզրից խուսափում է, թեև նշելով, որ Թուրքիան պետք է ընդունի կատարվածը եւ գնա արժանապատիվ խաղաղության։ Ամեն տարի ապրիլի 24-ին Իրաքյան Քրդստանից Երևան է գալիս լրագրող Հեմն Մամրաշը։ Պատկերավոր է պատասխանում հարցին, որ Թուրքիան խաղաղության գործընթաց է սկսել նաև Հայաստանի հետ, բայց հարաբերությունները կարգավորելու համար իհարկե նախապայմաններ ունի։ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հայերը, հայկական սփյուռքը Թուրքիային չմեղադրեն ցեղասպանությունը իրագործելու մեջ։ It's a big dream. We in Kurdish we have like a word say
it's a camel dream. Դա մեծ երազանք է։ Մենք քրդերս դրան ասում ենք ուխտի երազանք, որ հայերը կմոռանան այն ամենը, ինչ պատահել է, որ հայերը կմոռանան ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը հնարավոր չէ, չի կարելի նախապայման դարձնել։ Դրա շուրջ չի կարելի բանակցել։ Թուրքիան պետք է ընդունի այն, ինչ եղել է, պետք է ներողություն խնդրի եւ պետք է փոխհատուցի։ Հայ եւ քուրդ ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն եւ մենք նաեւ նույն թշնամին ունենք։ Ես իմ հայ ընկերների հետ որոշեցինք ստեղծել հայ-քրդական բարեկամության կազմակերպությունը, որոշեցինք գալ Երևան եւ մասնակցել ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին։ Դրանից հետո Քրդստանից մենք ամեն տարի ենք այդ օրը Երևան գալիս։ Այս տարի եւս գալու ենք, որովհետեւ մենք հասկանում ենք ձեր ցավը։ Քրդերին եւս ցեղասպանել են։ Հիմա մենք միասին կարող ենք շատ բան անել։ Միասին հայերը եւ քրդերը ուժեղ են եւ մենք պետք է միավորվենք տարբեր վտանգների առաջ։ Թուրքական կողմից երկրորդ նախապայմանը, որին Հայաստանը բախվել է, Զանգեզուրի միջանցք կոչվածն է։ Պատասխանն այստեղ եւս պատկերավոր է։ Թուրքական այս նախագծին համաձայնող ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական խումբ իր իսկ ավարտին կհամաձայնի, կարծում է քուրդ լրագրողը, որովհետեւ դա միջանցք չէ, դա մկրատ է, որը կտրելու է Հայաստանը։ Sometimes the snake, if the last day, the last time, the last minutes of the life of snake, a snake, it's movable. Երբ օծի կյանքի վերջին րոպեներն են լինում, օծն այսպես շարժվում է։ Եվ ես կարծում եմ, որ Թուրքիան իր կյանքի վերջին րոպեներն է ապրում։ Այդ պատճառով է այսքան շարժվում։ Հուսով եմ Թուրքիան չի անի այդ սխալը եւ Հայաստանի տարածքը չի օկուպացնի, որովհետեւ եթե գնա այդ քայլին, վճարելու է դրա համար։ Անկամ եթե հայերը չկարողանան Թուրքիային պատասխանատվության ենթարկել, դա կանեն այլ ուժեր։ Կարծում եմ միջազգային հանրության համբերության բաժակը լցվում է, եւ Թուրքիայի ամեն սխալ քայլը կարող է դառնալ վերջինը։ Եվ ի վերջո միայն Հայաստանի 3 միլիոն հայերը չեն։ Հայերն ավելի քան 10 միլիոն են եւ ամբողջ աշխարհում են։ Հայաստանի սփյուռքը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության գործոններից մեկն է։ If anyone from inside Armenia, anyone accept about that, it means he's killing himself. Եթե Հայաստանում որևէ մեկը համաձայնի կատարել Թուրքիայի պահանջը, կնշանակի ինքնասպանություն է գործում։ Թուրքական այդ նախագծին համաձայնող ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական խումբ իր իսկ ավարտին կհամաձայնի։ It's not corridor. It's like a scissor to cut Armenia. Որովհետև դա միջանցք չէ, դա մկրատ է, որը կտրելու է Հայաստանը։ Հայաստանի ժողովրդի համար սա անընդունելի կլինի։ Եթե Թուրքիան անի դա, հեշտ չի մարսի, ինչպես Լեռնային Ղարաբաղը հեշտ մարսեց։ Թուրքիան ռազմական բազաներ ունի Իրաքյան Քրդստանի տարածքում, ասում են ահաբեկիչների դեմ, քրդական աշխատավորական կուսակցության դեմ կռվելու համար։ But where's the PKK in Libya? Լավ, բայց որտեղ է քրդական աշխատավորական կուսակցությունը։ Լիբիայում, որտեղ է քրդական աշխատավորական կուսակցությունը։ Աֆրիկայի մեջտեղում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչ գործ ունի թուրքական բանակն այդ վայրերում։ PKK and the terrorists in the Kazakhstan, in Turkmenistan. Where's there? Why Turkish army there? No, he wants to say, okay, I'm the imperator. I would like to make a Turkey like a 500 years ago. No, it's a big dream, and it's a like a small bubble. Խնդիրն այն է, որ նա ուզում է սուլթան լինել, ընդլայնել Թուրքիան, բայց մի քանի տարուց այդ պղպջակը կպայթի։ Small bubbles, and as I said, it's a last moving of the last minute of the snake. Եվ Էրդողանի սուլթանական երազանքներին դիմադրում է Իրանը։ Alpha News-ի տաղավարում հյուրընկալել էինք Թուրքիայի Օսմանյան շրջանի գիտակ, պատմաբան Մաջիդ Քարիմիին Իրանից։ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմին առաջարկել է երկաթուղային բեռնափոխադրում մեղրիով։ Սա իրանական կողմի համար որքանով է ընդունելի։ Ռազմական եւ ռազմավարական պայմանագիր Հայաստանի եւ Իրանի միջև։ Սա միակ հնարավորությունն է թույլ չտալու Սյունիքի օկուպացիան։ Քարիմին կարծում է, որ Իրանն անգամ ռազմական ճանապարհով է պատրաստ դուրս գալ Ադրբեջանի դեմ եւ պաշտպանել Սյունիքը, Հայաստան-Իրան սահմանը։ Armenians' foreign policy is belong to Armenians, so Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործն է։ Իրանը չի կարող միջամտել, բայց Հայաստանի ժողովրդի համար պետք է ահազանգ լինի։ If as an Iranian expert I am talking about, okay, we are very concerned about such a route or corridor,
we have some reasons. Որ ես լինելով իրանցի խոսում եմ այդ միջանցքին առնչվող մտահոգությունների մասին, որովհետև սա նշանակում է, որ մենք խոսելու պատճառներ ունենք։ Մենք գիտենք ինչ են նրանք ծրագրում, եւ նրանց ուզածը ճանապարհը չէ։ Ծրագրում են քայլ առ քայլ առաջ գնալ եւ 10-20 տարի անց պնդել, թե այդ ճանապարհը իրենց պատմական ճանապարհն է։ Իրենք պետք է պահեն այն ամեն գնով։ Այդ ժամանակ ինչպես է կարողանալու Հայաստանը դիմակայել Բաքվին եւ Թուրքիային։ So how can Armenia resist against Turkey and Baku? This is the the game playing that they are playing. How can Armenia resist to Azerbaijan and Baku? Ինչպես կարող է Հայաստանը դիմակայել Բաքվին եւ Թուրքիային հիմա? Ակնհայտ է, թե ինչ են նրանք ծրագրում իրագործել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, թե ինչ կարող են իրագործել։ Ինչ կարող է Հայաստանն ակնկալել Իրանից, Բաքվի եւ Թուրքիայի մտադրությունների առաջն առնելու համար։ Բացառված չէ, որ Սյունիքում կդիմեն նաեւ ուժի միջանցքը վերցնելու նպատակով։ Կա Էրդողանին եւ Ալիևին սա թույլ չտալու որևէ միջոց։ Maybe there will be even they will use force against Syunik. So is there any option to stop the Erdogan and Aliyev? The only way for Armenia, from my point of view, is to cooperate between Iran and Armenia. Հայաստանի համար միակ ճանապարհը իմ կարծիքով Իրանի հետ գործակցությունն է։ Դեռ խորհրդային շրջանում լիբանանահայ ինտելեկտուալներից Ալաջաջյանն է այստեղ Երևանում ասել. նայեք Իրանին, Իրանն է Հայաստանի ազատության դուռը։ Սա ձեր իսկ ինտելեկտուալների աշխարհաքաղաքական գնահատականն է Իրանի եւ Սյունիքի մասին։ Իրանը կարող է օգնել Հայաստանին տարբեր մեթոդներով, թույլ չտալու, որ Բաքուն եւ Թուրքիան օկուպացնեն Սյունիքը։ Iran can help Armenia in many ways to stop Turkey and Baku occupying. Անգամ ռազմական ճանապարհով. Even, if Iran and Armenia go for a strategic and military cooperation and agreement. Անգամ, եթե Իրանը եւ Հայաստանը ռազմավարական եւ ռազմական գործակցության գնան եւ լինի պաշտպանական համաձայնագիր երկու երկրների միջև, wants to occupy and come militarily to the Syunik, Iran by this agreement can right to interfere. Ապա որևէ կողմի, երրորդ կողմի Սյունիքը օկուպացնելու ցանկության եւ ռազմական ուժ գործադրելու պարագայում Իրանը այդ համաձայնագրի հիմքով կարող է միջամտելու իրավունք ունենալ։ Ռազմական կամ այլ ճանապարհով մենք գիտենք ինչ է Թուրքիան եւ ինչ է օսմանիզմը, ու մենք կարող ենք պաշտպանել Հայաստանը եւ Սյունիքը։ Այնպես որ եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանում է պահել Սյունիքը, ապա միակ ճանապարհը Իրանի հետ ռազմական եւ ռազմավարական գործակցությունը պաշտպանական համաձայնագիրն է հանուն Սյունիքի պաշտպանության։ Այդ պարագայում, եթե որևէ բան պատահի, Իրանը կարող է միջամտել, բայց առանց այդպիսի համաձայնագրի ինչպես կարող է Իրանը գնալ նման քայլի։ If anything happens, Iran can intervene. Ես կասեմ անգամ ավելին, իմ անձնական կարծիքով, եթե որևէ մեկը երրորդ կողմ ցանկանա գա եւ օկուպացնել Սյունիքը, որտեղ Հայաստանի եւ Իրանի սահմանն է, Իրանը պետք է միջամտի։ Let me say something more than this. In that case, this is my idea. If someone, third party, wants to come and occupy Syunik because it is our borders, common borders. In that case, in any case, this is my answer. Iran must, whether with the compromise or agreement with your government or not, Iran must militarily interfere because this is Անկախ նրանից ձեր կառավարության հետ համաձայնագիր կլինի, թե ոչ։ Իրանը պետք է ռազմական միջամտության դիմի, որովհետև այնտեղ նաև մեր սահմանն է, որը մեզ համար շատ կարևոր է։ Դիտարկման է, որ Փաշինյանը նախընտրում է խաղաղության պայմանագրի եւ զիջումների ճանապարհը, Քարիմին պատասխանում է փաստերով, որոնք մեր աչքի առաջ են, հայտարարված են, բայց խաղաղության դարաշրջանի քարոզի ֆոնին դրանք մնում են աննկատ։ Նրանք ասում են, որ ուզում են ստանալ միջանցքը, Զանգեզուրը, Սյունիքը եւ նրանք պատրաստվում են դրան, պատրաստում են զորքը։ Ադրբեջանի բանակի այս տարվա բյուջեն $5 միլիարդ է։ Սա նշանակում է, որ նրանք զարգացնում են իրենց ռազմական կարողությունները։ We want to get corridor and they are preparing by army. So, look at $5 billion arming and, buying arms from the Baku side.
So it shows they are improving their ability in military affairs. So I will give you 2 points if you want to have a peace. Lachin Airport and Zangalan Airport. Եվս մեկ հանգամանք՝ Լաչինի եւ Զանգելանի օդակայանները։ Երկու օդակայան ռազմական պոտենցիալով եւ նրանք այդ օդակայանները կառուցել են Հայաստանի սահմանին շատ մոտ։ Սա պատահականություն չէ։ Սա նշանակում է, որ նրանք ապագայում ինչ-որ բան են ուզում անել։ Building 2 airports just near to Armenian borders with military conditions. So it means they want to do something in future. Եվ սա նաև Իրանի դեմ է, որովհետև երբ ես խոսում եմ Հայաստանի հարավին սպառնացող վտանգների մասին, նկատի ունեցեք, որ այդ նույն վտանգները նույն չափով սպառնում են նաև Իրանին։ Այդ օդակայանները նաև Իրանի դեմ են։ Մյուս կողմից պարոն Էրդողանը եւ Ալիևը ճնշում են գործադրում ձեր կառավարության վրա։ Դիվանագիտության առաջին կանոնն է՝ խաղաղություն ես ուզում, ուժեղ եղիր։ Եվ եթե կա հավասարակշռության խախտում, օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես կարող է հայկական կողմը գնալ խաղաղության եւ ակնկալել ինչ որ արտոնություններ ստանալ թշնամիներից։ To go to the peace. This is the first art of diplomacy is you need to be powerful when you want to go for a peace. In that case, if there is unbalancing between you and, for example, the Republic of Azerbaijan, how can you go for a peace and get, some privilege? So from your enemies. Եվ սա ըստ պատմաբանի նշանակում է, որ Հայաստանը եւ Իրանն ամենաբարձր մակարդակով գործակցության այլընտրանք չունեն իր ձևակերպմամբ այս երկու թշնամիների դեմ։ Վստահաբար պատմական եւ աշխարհագրական առումով Բաքուն ստեղծվել է մուսաֆաթականների եւ Անկարայի թուրքերի կողմից 1918-ին, որովհետեւ նրանք ցանկանում էին մասնատել Իրանի տարածքը, ատրպատականը կցել Բաքվին, ստեղծել մեծ Ադրբեջան, ունենալ ընդհանուր սահման եւ վերահսկողություն այդ բոլոր տարածքներում, որոնք մերն են։ Iranian Azerbaijan attach it to Baku and they want to make a big Azerbaijan which Երբ մենք գիտենք, որ սա է նրանց պլանը, ինչպես կարող են նրանք լինել մեր բարեկամը։ Այնպես որ վստահաբար մեր թշնամին են, տարածաշրջանային թշնամին, բայց մենք գիտենք ինչպես վարվել նրանց հետ։ So how can we say they are our dear friends? So definitely they are our enemy, regional enemy, and but we know how to deal with them politically and geopolitically and in diplomacy way. How to deal with them? Ինչպես վարվել նրանց հետ, առանց կոտորածների ու ցեղասպանության։ How to deal with them? The only way at the moment is going for a strategic cooperation. Միակ ճանապարհն այս պահին ռազմավարական գործակցությունն է եւ համապարփակ համաձայնագիրը Հայաստանի եւ Իրանի միջև, որքան հնարավոր է շուտ, որքան հնարավոր է շուտ։ As soon as possible, it can send a message to Baku and Ankara because this cooperation is not against Russia, is not against America. Դա կարող է ուղերձ լինել Բաքվին եւ Անկարային, որովհետեւ այդ գործակցությունն ու համաձայնագիրը չպետք է լինեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի ուրիշ որևէ մեկի դեմ։ Սա շատ նուրբ հարց է։ Պետք է բանակցեն մեր առաջնորդները, պետք է հասնել այս համաձայնագրին։ Ես գիտեմ, որ ձեր կառավարությունն ուզում է խաղաղություն, մենք ուրախ կլինենք դրա համար, բայց Ալիևը եւ Թուրքիան ուզում են հետաձգել այդ խաղաղությունը։ Ուժով Սյունիքը վերցնելու համար։ Հայաստանը հիմա պետք է ուժեղ լինի, բայց այժմ խախտվել է ուժերի բալանսը։ Դուք պետք է մտածեք սրա մասին։ Հայաստանի ապագայի մասին։ In that case, you need to think about it, the future of Armenia. If you lose Syunik, it means you will lose your country, your historical, your big, your great country. Եթե կորցնեք Սյունիքը, կկորցնեք ձեր երկիրը, ձեր պատմական, ձեր մեծագույն երկիրը։ Մենք գիտենք հայերին, նրանք մեզ հետ են եղել պատմության ընթացքում։ Մենք չգիտենք Ալիևներին եւ ցավալի է, որ հիմա այս վիճակն է։ Այս պայմաններում մենք պետք է գործակցենք։ Մեր բանակները պետք է գործակցեն, ինչու ոչ։ And army defense, common army defense agreement, I mean. Why not? Եթե Հայաստանն օգնություն խնդրի Իրանից, վստահաբար 100%-ով այդ օգնությունը կլինի։ Մենք պատմության ընթացքում կողք կողքի ենք եղել եւ թշնամի չենք եղել գոնե վերջին մի քանի 100 տարվա ընթացքում։ And we weren't against each other at least for the last 100 years ago. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։